Բարև ձեզ սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հերթական հաղորդումն է, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ։ Ինքս ինչպես վստահ եմ ձեզանից շատերը հետևում էի Մհեր Արշակյանի Facebook-յան էջին եւ բարբերաբար կարդում էի նրա հայերեն ասած հանրագրերը, որոնք շատ մեծ քանակի լայքեր, սրտիկներ էին հավաքում, բազմաթիվ կիսումներ եւ շատ հաճախ տեսնում էի նաեւ, որ այդ մտքերը գողացվում են, հանդես են բերվում նաեւ այլոց այսպես ասած ստատուս եւ ինձ համար էլ անակնկալ էր որ մի օր ահա այդ հանրագրերը Մհերը ներկայացրեց որպես գիրք, ավելին որպես ուրիշի օրագրեր։ Ահա այս խորհրդավոր պատմությունը կփորձենք հիմա բացապարզել Մհեր Արշակյանի հետ։ Ողջույն Մհեր, վստահ եմ հենց ամենաինտրիգայինը վերնագիրն է եւ կարող է շատ պարզ բացատրություն ունենալ դա, բայց մյուս կողմից գոնե իմ ընկալմամբ խոր իմաստ ունի Facebook-ը որպես սոցիալական տարածություն, որպես ինքնադրսևորման տարածություն, ավելին ասեմ, որպես մտածողության տարածություն որոշակի վերլուծության ենթարկելու առումով։ Ես ինքս ինձ բռնացրեցի այս գրքի վերնագրից հետո այն մտքին, որ եղել են դեպքեր, որ բազմաթիվ խելացի մտքեր եմ արտահայտել տարբեր գրառումների տակ եւ այլն գրականագիտական, բայց երբեք դրանք չեմ տեղափոխել իմ հոդվածներ։ Արդյոք այդ ուրիշության, ուրիշինը լինելու գաղափարն է ինձ իներցիայով մղել չտրվել դրան։ Վերնագրի մասին ինչ ասեմ, ինքը երկու բացատրություն ունի, մեկը հումորային է, մյուսը շատ ավելի լուրջ։ Լրջացնենք։ Բայց նույնիսկ լուրջը էլի իր պատասխանը չի, ըստ էության չի։ Հումորայինն է, որ մտքեր կան, որոնք հնարավոր մյուսներին հասկանալի չլինեն եւ ինձ ասեն ինչն ես նկատի ունեցել ես միտքացելով ես ասեմ ես չգիտեմ սա ուրիշի օրագրերն են փախչելու բացատրություն չունեմ խուսանավելու ինչպես ասում են իսկ լուրջը այնա որը էլի նորից եմ ասում էլի ըստ էության իրայության մեջ էլի հումորով է բայց շատ ավելի մոտ 30%-ով պատասխաննա քո հարցի այտենա որ ուրիշ օրագրեր որտեվ ես կյանքում այլ եմ օրագրերում այլ եմ շատ էդ էլա պարզ ասեմ օրագրերում այլ եմ եւ օրագրերի ուրիշը էլի Մհեր Արշակյանն է բայց արդեն մի քիչ ավելի ուրիշ այսինքն ինձ ճանաչողը գուցե կարդա ասի ես ամենևին Մհերից չի այսպես հիմա ես էլ եմ ասում սա ինձնից չի հասկանում ես եւ ես գիտեմ զվարճանալ այս օրագրի վերնագրի վրա ինչ վերաբերում է քո ասած տարբերակին ինձ դուր է գալիս մեր մեջ ասած քո բացատրությունը շատ ավելի խելոք բացատրությունը եւ թող դա մնա այս օրագրերի բացատրությունը որը իմը չի Շատ լավ, Մհեր, տես ես անդադ ձգտում եմ խորք տանել, քո արարքը, ինչու, որտեվ նկատել եմ նաև, որ հրապարակումների ժամանակ էլ երբեմն շատ բարդ մտքեր, խոր մտքեր սիրո մասին, կին եւ տղամարդ հարաբերությունների մասին, երբեմն գրականության մասին, հանդիպում են այսպես նաև շատ պարզունակ մեկնաբանությունների եւ դա ինձ տխրեցնում է ճիշտ ասած, որովհետեւ այդուհանդերձ մտքերը որ արտահայտում է մարդը հատկապես որոշակի ժանրաձև նաև ձևակերպելով ըստ էության թեկուզ եւ Facebook-յան տիրույթում հենց այնպես չի լինում եւ որպես գրողի մոտենանք քեզ դիտարկում ես դա որպես առանձին ժանրաձև որը գոյության առավել եւս գրական տարածության մեջ գոյության իրավունք ունի հարցն է որ ինքը իսկապես առանձին ժանր է այսինքն մի ժանր է, որը չի կարող երկու ոտքով մտնել գրականություն եւ չի կարող երկու ոտքով դուրս գալ գրականությունից։ Այսինքն ինքը մերձ գրական ժանր է այնուամենայնիվ, բայց որը կյանքի ժանր չի, այսպես բացատրեմ։ Չեմ կարող ուրիշ կերպ ասել, այսինքն ինքը հատկապես օրագրեր են, իսկապես օրագրեր են, այսինքն ինչով են օրագրեր։ Այդ դրանք երևի ինչով են օրագրեր, որովհետև տես ներողություն, որ ընդհատում եմ իհարկե, մենք համաշխարհային գրականության մեջ բազմաթիվ օրագրային երևույթներ ունենք,
հա, ասենք ամենահայտներից Կաֆկայի օրագրերը, որ գիտեմ նույնպես դու շատ ես սիրում, որքան էլ այնտեղ կան բազմաթիվ մտքեր, ձևակերպումներ, աֆորիստիկ մտքեր, հա, որոնցից շատերը հետագայում իհարկե օգտագործվել են, բանալի մտքեր, որոնք կիրառվել են Կաֆկայի որոշ վեպերի վերլուծության համար, այնուամենայնիվ այդ օրագրերում կա կյանքի ընթացք, հա, դու որոշակի ձևակերպումներից, նոթագրումներից գիտես ինչով ապրեց, ինչից տրտմեց, ինչով ուրախացավ, ինչից ոգևորվեց, քո դեպքում մտքերի, հա, ձևակերպումների հետքով պետք է գնալ որոնելու քո կյանքը կամ կենսագրությունը այս դեպքում։ Տես, այստեղ ինչն է խնդիրը, ընդհանրապես լայն բացատրություն կարելի է տալ, ինքը մտքեր են, այսինքն տողեր են, մտքեր չեն, տողեր են, որոնք վեբ չեն դարձել եւ կարող են դառնալ վեբ։ Ահա։ Բանաստեղծություն չեն դարձել եւ կարող են դառնալ բանաստեղծություն։ Իսկ ինչ վերաբերում է ինքնին օրագրային բնույթին, որ ասենք մարդիկ կարդում են ինչպես Կաֆկայի օրագրերը կամ Մյուի օրագրերը եւ այնտեղ տեսնում են ընթացք, շարժում են տեսնում, մարդու առօրյա են տեսնում, մարդու գործողություն են տեսնում։ Այդ գործողությունները պայմանական ասած իմ գործողությունները ես շարադրել եմ մեկ այլ տեքստում, որը կոչվում է ուրիշի ինքնակենսագրականը 340 փաստ ուրիշի ինքնակենսագրականից փակագծերում վեբ ինքնուրույն տողերով։ Այդ սպասվում է դեռ։ Սպասվում է, բայց դա մի քիչ քանի որ ինքը իսկապես անձնական է, քանի որ այն է այս օրագրերին օրագրեր չդարձող, բայց գեղարվեստականությունը պահպանած գիրը իրեն ես դեռ ռիսկ չեմ անի հրապարակել, որովհետև նա այնուամենայնիվ նա անձնական է, նա իսկապես տառացիորեն օրագրային է։ Մեր մի հարց, նախ կարճ պատասխան, հետո կասեմ ինչը նկատի ունեմ։ Կլիշե բառը քեզ մոտ, կարծրատիպ բառը դրական ասոցիացիաներ առաջացնում թե բացասական։ Բացասական։ Ես կզարմացնեմ քեզ, եթե ասեմ, որ ես կողմ եմ որոշ կլիշեների, որոնք դրական ասոցիացիաներ են ինձ մոտ առաջացնում։ Տես գրքում բնութագրված է, որ ուրիշ օրագրերը կլիշեների մեծ պոտենցիալ ունեցող խոհագրություն է, հա։ Հիմա այստեղից կամ եթե տարբեր երևույթների, հասկացությունների շուրջ ձևավորվեն այնպիսի կլիշեներ, ինչպիսիք ձևակերպված են քո ուրիշի օրագրերում, կլիշե հասկացությունը ահա այդ բացասականից կփոխանցվի դրականին։ Այստեղ քո արարքն ես ձևակերպում որպես կլիշեների մեծ պոտենցիալ, թե փորձում ես այս դեպքում կլիշե բառը ազատագրել իր այդ ավանդական կլիշեից արդեն։ Չէ, ես կլիշե բառի արժանապատվության մասին չեմ մտածում։ Ես իսկապես ինքը կլիշեների մեծ պոտենցիալ ունի եւ ասեմ ինչը նկատի ունեմ։ Ու վատառումով հիմա նկատի ունես։ Ես իմեն հատկապես վատառումով նկատի ունեմ։ Ցանկացած միտք, ամենահանջարեղ միտքը լինել թե չլինել, պայմանական։ Դե ամենահանջարեղը։ Ինքը այդ պահին եղել է ամենահանջարեղը։ Նույն ինքը միջև հիմա էլ հանջարեղ է, այսինքն ամբողջ մենախոսությունը եւ ամբողջ Համլետը։ Բայց այնուամենայնիվ այսօր հնչում է որպես կլիշե։ Այսինքն ցանկացած միտք, ամենալավ միտքը, ամենահանջարեղ միտքը, ամենահանջարեղ գրական ստեղծագործությունն անգամ բանաստեղծությունն իր ամբողջ կառուցվածքով մի օր դառնում է կլիշե։ Քանի որ ինքը զուտ որպես մտքերի շարադրանք է, իր կլիշեյության պոտենցիալը ավելի մեծ է, ավելի հարուստ է ինքը կլիշեյությամբ, այսպես ասած։ Ցանկացածը մի օր կարող է այդ մտքերով դուրս գալ փողոց եւ պայմանական հանդիպել աղջիկների հետ, խոսել գրականությունից, դատել Աստծո մասին, հետևաբար ինքը այնուամենայնիվ այսպես թույլ տամ ասել, մեռնող գրականություն է։ Պատահական էջ բացեցի անհապաղ երազանքը, որը չի կատարում, տեղ չի թողնում հաջորդ երազանքի համար։ Կամ թունավոր բառը զգուշ եղեք ունայնություն բառի հետ այն իմաստունի զգացում է։ Այն բարթերից
կարծես թե բաժին ընկավ, հիմա այսպեսի մի հարց մեր։ Արդեն էլի գրողական հոգեբանությամբ եւ այլն, ինչքան էլ ես ոգևորվեցի գրքի գոյության փաստից, այդուհանդերձ հիշում ես ասացի, որ բաներ կան, ես չեմ կարող փոխադրել սեփական տեքստերի մեջ, գիրքը արդեն երևի վերընթերցել ես կամ թերթել ես առնվազն, զգացողական առումով կա տարբերություն, երբ որ գովում են ստատուսը, այդ գովելու տարբեր ձևեր կան, կամ ասում են նո հանճարեղ մհեր, ես հանդիպել եմ էլի։ Կամ, չգիտեմ, այդ կիսվելու, սրտիկելու, չգիտեմ, այնտեղ ավելի ուրիշ նշաններ կան Facebook-ում։ Դա նույնն է, երբ որ գիրքդ գովեն, օրինակ։ Եվ սրա հետ կապված մյուս հարցը, որ արդյոք երբ որ տեղափոխեցիր գրքի տարածություն, ինչ որ բան չփոխվեց, որտեվ ես էլի սեփական փորձառությամբ ասեմ, որոշ մտքեր կան Facebook-ում իրոք լավ են հնչում, բայց գրքում չեն հնչում։ Facebook-ում վատ են հնչում, բայց գրքում հանճարեղ են։ Ես այդ պնդում եմ այդ Facebook-ի գործոնը, որտեվ ամեն դեպքում սա Facebook-ում ծնված գիրք է, արի չխուսափենք դրանից։ Ես համաձայն եմ։ Իդեպ հետաքրքիր է, նախորդ գրում է իր նոր շարում Facebook-ում, թե մի անգամից Facebook-ում էլ շարում է իր այդ մտքերը։ Հետաքրքիր ասա զուտ։ Շատ փոքր տոկոսը, մոտ երևի 5%-ը հենց Facebook-ում էլ շարել եմ։ Ամեն դեպքում փոքր տոկոս։ Նախապես գրված տեքստերը Facebook-ի համար ամեն դեպքում։ Facebook-ը, այսպես ասած, գրականությունը այսպես ձևակերպենք, կար մինչև Facebook-ը եւ կա Facebook-ից հետո։ Facebook-ը միջանկյալ տարածք է։ Դեռ հետո չկա Facebook-ի։ Facebook-ի Չէ, Facebook-ից հետո, որովհետեւ այնուամենայնիվ գրականությունը երբ որ մտցնում ես Facebook, ինքը իրեն թույլ է տալիս մի քիչ էժանանալ։ Այն ով ուզում է լինի եւ ում միտքը ուզում է լինի, ում բանաստեղծությունը ուզում է լինի, ում գրաքննադատական խոսքն ուզում է լինի, Facebook-ում ինքը այնուամենայնիվ մի քիչ էժանանում է, որովհետեւ խնդիրն այն չի, որ ցանկացածը կարող է կարդալ, խնդիրն է, որ ցանկացածը կարող է նույն պահին անմիջապես ասել, «Էս ինչ էշություն է»։ Հասկանում ես։ Այդ վտանգը կա։ Այդ վտանգը կա եւ ես ինչու հավաքեցի իրեն գրքի մեջ, որտեղ ուզեցի փրկել Facebook-ից։ Այսինքն, քանի որ ես այնուամենայնիվ, երբ որ գրում եմ, ես հույս ունեմ, որ գրական տեքստ եմ գրում, նույնիսկ եթե ինքը մի նախադասություն է։ Եվ այդ պատճառով ինքը այնուամենայնիվ ինքը գրականություն է եւ Facebook-յան ստատուս չի։ Այնուամենայնիվ գրականություն է։ Այդ սկզբունքով ուրեմն շարժվենք մեր եւ հաջորդ հարցը, այստեղ օգտագործել ես Facebook-յան հեշթեգերի նշանը այդուհանդերձ եւ ես ուզում եմ քեզ մի բան խոստովանել, եթե հեշթեգերը անցալենք որպես վերնագրեր, ես կարող եմ գոնե իմ իմացությունների, կարդացածության սահմաններում ասել, սա աշխարհում ինձ հանդիպած ամենավեռնագրաշատ գիրքն է։ Ես վստահ եմ, եթե վերցնեն Գինեսի ռեկորդների համար ուսումնասիրեն, չկա աշխարհում որևէ գիրք, որ այնքան վերնագիր պարունակի, որքան քո ուրիշի օրագրերը։ Եվ այստեղ պարադոքսալն այն է, որ բոլոր գրողները, այդ թվում դու էլ կարծեմ առիթ եղել է խոստովանես, աշխարհի ամենադժվար բանը գրողի համար հենց վերնագիր գտնելն է։ Որտեղից քեզ էս վերնագրաթեթևությունը մեր։ Ամբողջ խնդիրն է, որ մի ուրիշ ֆոկուսել եմ ես արել։ Այդ այնա, որ եթե ինքը, այսինքն մտքերը, այնուամենայնիվ պոտենցիալ ունեն գրականություն չլինելու, թող ինքը այնուամենայնիվ գրականություն լինի շնորհիվ վերնագրերի։ Ահա։ Այսինքն դա էլ եմ ես մտածել։ Ես Facebook-ում երբեք վերնագրերով չեմ դրել։ Այո, դե դեպ սա էլ հուշենք, նրանք ովքեր է ստատուսներին ծանոթ են Facebook-ով եւ մտածում են լավ ընդ կմտնենք մհերի էջերթով կգնանք, ասենք չէ, գիրքը մտածված եւ պարունակում է նոր խայծեր։ Իդեպ որովհետեւ սա էլ հետաքրքիր բան է, քիչ առաջ հենց մտածեցի քո ասացի բանով, երբ որ վերնագիր ես դնում, նաեւ ուղղորդում ես։ Չէ՞։ Հա։ Բայց ես ուղղորդում եմ դեպի գրականություն։ Այսինքն ես իրան ասում եմ հարգելի ընթերցողներ, հարգելի Facebook հայություն, ինքը ամենենիվ ձեր սեղանի ուտվող հացի նման բան չի, առօրյական։ Ինքը այնուամենայնիվ դեպքում հա ես մի բան էլ եմ ասել արքո։ Գիտես ինչու է ինքը այնուամենայնիվ գրականություն, այս գիրքը ինչու է այնուամենայնիվ գրականություն, որովհետև
ես դեմ եմ միտք գրելուն, որը միաժամանակ երկու բան չի ասում, երկու տարբեր բան։ Իսկ գրականությունը այդպեսին է, բազմիմաստ։ Այսինքն ցանկացածը կարող է մեկնաբանել յուրովի։ Դե հա, իրենք էլ են այդպեսին։ այդպեսին են։ Մոտենում ենք գրականությանը։ Մեր եւս մի պարադոքս, որ արկա է քո գրքում, էլի սահմանումների տեսքով էլի ուրիշ օրագրեր, բայց միևնույն ժամանակ օրագրեր, որտեղ օրեր չկան։ Այս դեպքում չենք վիրավորում, քիչ առաջ որ խոսում էիր, չէ, այդ կլիշե բառի արժանապատվությունից, այս դեպքում օրագիր եւ բառի եւ ժանրաձևի արժանապատվությունը։ Ընդհակառակը։ Ինչով։ Ընդհակառակը ես այս գրքով ցույց եմ տալիս, որ պատմությունը օրերի մեջ չի։ Պատմությունը այսքան գրքով դա ցույց եմ տալիս, գիրքը ինքն է այդպիսի հավակնություն ունի, որ պատմությունը օրերի մեջ չի, պատմությունը մտքերի մեջ է, այսինքն ինձ ճանաչել փորձող մարդ այնուամենայնիվ կհասկանա իմ էվոլյուցիան, փիլիսոփայական, գրական, մտային, մինչև կհասնի էսսեներին, այստեղ էսսեներ կան, մինչև այդտեղ կհասնի։ Պահելեի վերջում ասեմ, բայց դե այդտեղ իմ ամբողջ էվոլյուցիան կա, այսինքն առաջին օրից մինչև վերջին օրը։ Այ որ եկար էսսեներին, ինձ ճիշտ ասած մի էսսե կար շատ գրավեց, կոչվում է Վայ, պուճուր, շատ պուճուր էսսե, նույնիսկ կարող էր մի ամբողջական ստատուսի արժեք ունենալ։ Տես, ես կուզեի սա էլ որպես ամփոփում, ինչով է տարբերվում էսսեն այս դեպքում հանրագրից, այդ ստատուսից, որովհետև Վայ այն սիրուն, որում ձեր սիրելին ձեզ 5 մատի պես գիտի, Վայ նրան, ում երևակայությունն ավելի աղքատ է, քան իր կյանքը եւ այլն, այստեղ տասնյակից ավել նման ձևակերպումներ կան։ Հիմա եթե այս վայերը տարածված լինեին գրքի տարբեր էջերում եւ տարբեր վերնագրերով, ոչ մի բան չէր խաթարվի ըստ էության։ Այս դեպքում ինչն է քեզ խանգարել ուղակի քչացնել վերնագրերը եւ տարբեր հանրագրեր կուտակել, օրինակ 10 հանրագիր մեկ վերնագրի։ Հրաշալի է, ինձ խանգարել է ցինիզմը, արդեն։ Եվ ասեմ ինչ պատասխան ունես էլի։ Եվ ասեմ ինչու է ցինիզմը խանգարել, Աստվածաշունչ կարդացել ես։ Այսինքն ամեն դեպս նոր կտակարաններ կարդացել։ Ես կարդացել եմ ամբողջ Աստվածաշունչի տարբերություն շատ-շատերի։ Ես մի 3 անգամ։ Չեմ մանում ինչ հանելուկայնությամբ հեշտ կարդացվող գիրքը։ Աշխարհի ամենահեշտ։ Եվ եթե մինչև էսսեները իրենք այնուամենայնիվ որագրեր են եւ պայմանական պատմում են կյանքը թեպետ մտքերի միջոցով, այդտեղ ես վերցնում եմ արդեն Քրիստոսի լեզուն բառացիորեն։ Դե հուսով եմ ոչիցս մի անգամից հասկացան հասկացողները։ Վերցնում եմ մի անգամից Քրիստոսի լեզուն, որովհետև այդտեղ միայն վայր չեն, երանիներ են։ Այո։ Նաև վախեցեկներ կան։ Եվ արդեն սկսում եմ խոսել, այսպես ասած, Քրիստոսի երանի աղքատներին, երանի եւ այլն։ Քրիստոսը վայր է ասում, բայց իր վայրը, այսպես ասած, տարածված չէ։ Ուրիշ վայր է։ Այս ընդհանրապես ցինիզմը, այսինքն ինձ գիրքը պայմանականորեն մոտեցնել Աստվածաշնչին։ Հասանք գագաթին, այսինքն ամենամեծ գրականությանը։ Մեր շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Ես գիտես քո հետ զրուցելուց միշտ վերջում մի քիչ շոկի մեջ եմ լինում, քո ոչ միայն գրքում, այլ նաև քո հենց եթերի ընթացքում ձևակերպած մտքերի խորությունից, տարողունակությունից, որոնց շուրջ իհարկե կարելի է երկար ծավալվել, բայց ինչպես ասում են, սահմանափակ է մեր ժամանակը եւ նրանք, ովքեր վայելեցին մեր զրույցը, խորհուրդ ենք տալիս անպայման ունենալ ուրիշ օրագրերը կարդալ եւ դարձնել հնարավոր է, չէ՞, դարձնել սեփական օրագրեր։ Եվ դա իր մյուս, այսպես ասած, էություններ, որը չի բացվել։ Ահա, այդ դեռ կբացվի։ Շնորհակալ եմ մեր։ Սիրելի ռադիոլսողներ, հիշեցնեմ, որ Հանրային ռադիոյի եթերում բարձր գրականություն նախագծի հաղթական հաղորդումներ, ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ, զրուցում էի լրագրող, բանաստեղծ, հիմա արդեն նաև օրագրաստեղծ Մհեր Արշակյանի հետ։ Լավ եղեք։